Ալեքսանդրա Գրիգորյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կիլոգրամ քաշային կարգում Գրիգորյանը գրանցեց երկամարտի 210 կիլոգրամ արդյունք։ Հրում վարժությունում էլ բրոնզե մեդալ նվաճեց։ Պոկում վարժությունում Գրիգորյանը չորրորդն էր։ Առաջին մոտեցումը անչափ կարևոր է։ Ալեքսանդրան տրամադրվեց ու սկսեց։ Ու հրաշալի է աշխատում։ Անցերի, ինչպես պետք է կատարել առաջին մոտեցումը։ Իրեն բնորոշ ոճով Ալեքսանդրա Գրիգորյանը տրամադրվում է։ 91 կիլոգրամ երկրորդ մոտեցում։ Հրաշալի է աշխատում Ալեքսանդրը։ Ինչ ուժեղ է Ալեքսանդրը։ 91-ն էլ ֆիքսեց պոկում վարժությունը Ալեքսանդրա Գրիգորյանի համար շատ կարևոր է հիշեցնեմ, նա հրում վարժությունում կարող է բոլորին գերազանցել։ Այստեղ ամենակարևորը առաջատարներից շատ հետ չմնալն է։ Ու տրամադրվում։ Ափսոս, այս անգամ մոտեցումը հաջող չէր, բայց հրաշալի աշխատանք կատարեց, 91 կիլոգրամով է ավարտ։ Չեմպիոնն ու գործող փոխչեմպիոնն է մեր էկրանները պատրաստ է։ Ալեքսանդրան հրաշալի է աշխատում։ Ու նույնն անում է նաև այստեղ, հրաշալի է։ Կրկին առաջին մոտեցումը Ալեքսանդրան գերազանց է կատարել։ Հրում վարժությունում իրեն շատ ավելի լավ է զգում Ալեքսանդրա Գրիգորյանը, շատ ավելի ազատ, հանգիստ, անկաշկան։ Ու դա իհարկե արդյունք է տալիս, ազդում է նրա ցուցանիշի ելույթի վրա։ Ալեքսանդրան 214 կիլոգրամն էլ կարող է ֆիքսել։ Նա այդ փորձ ունի, այստեղ հրաշալի աշխատում։ Պահել ու կանգնել, հրաշալի է։ 219 կիլոգրամ, այս պահին նա հրում վարժությունում առաջատար է։ Երկամարտում շրջանցում է Օլգատյոյին և 8 կիլոգրամ է զիջում Կամիլա Կոնոտոպին, որը մեկ մոտեցում դեռ ունի։ Կիլոգրամով նոմերի լավ արդյունք, 214։ Մի երկամարտում, հիմա փոքր ոսկու համար է կռվում։ Դժվար աշխատեց, բայց գրագեց անցերի ու երկրորդ գործողությունը շատ ափսոս։ Կարող էր իր խոսքը վերջում ասել։